Պարոն Ռուբինյան, հերթական անգամ որոշում չկա, պարոն Ռուբինյան։ Ինչ Այս տարի չգնալու այդ ֆորում։ ասում եմ, երբ որ ժամանակը գա, դեռ մի քանի օր կա, մինչև դա կտեսնենք ով։ Պարոն Ռուբինյան, պարոն Սիմոնյանին հարցը տվեցինք, հիմա ձեզ տանք էլ ինքը գնաց։ Ռուսաստանի հետ կապված, հա, վերջին այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայ գործարարների հանդեպ համընկավ քաղաքական համատեքստ ունի, կոնյակի գործարանի հետ կապված, հիմա ջերմուկի գործով է վերաբացվել, հա, հայ գործարարների ջերմուկի գործով քննչական կոմիտեն գործը վերաբացել է։ Չեմ տեսել պարոն Սիմոնյանը ինչ է գնացել, բայց ենթադրում եմ, սա ենթադրությունն է, Չէ, հարցին պատասխան։ Եվ ինպես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր ինչ-որ տնտեսական խնդիրներ կան, ոչ մի խնդիր չկա։ Մենք տպավորություն չենք ստեղծում, հարց ենք տալիս, պատասխանեք։ Հարցին պատասխան։ Մենք չենք պնդում, մենք հարց ենք։ Ինչ պատասխանեցի։ Դե ասեցի չի։ Մենք թե Պուտինը, թե Օվերչուկը շատ կոշտ հայտարարություններ այստեղ է դա շարունակվեց, օրինակ Գալեշյանն ասում է, եթե գազի գինը թանկանա, կամ հիատումից համ հապկի։ Բայց ինչի պետք է գազի գինը թանկանը։ Դե թիմարկի։ Մի վայրկյան ինչի պետք է թանկանը։ Դե որովհետեւ Ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է թանկանը։ այսօր ակնարկ Մի վայրկյան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Դուք ուզում, մի վայրկյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, ճշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկող լրատվամիջոցներ, սիրելի բարեկամներ։ Այս ներողություն, մի ընդհատեկից, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, մի վարքյան, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վարքյան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկ բանից իմացեք։ Ես նույնիսկ չգիտեմ դուք որ Եվրոմեդիայի։ Շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավորում, իդեպ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք իմանաք։ Դե հայտնեք իմանաք, հայտնեք բոլորս իմանաք։ Ով է ֆինանսավորում, բայց ներողություն։ Իմ մայրը խմբագիր չի, իմ խմբագիր մի վարքյան հարգեք նրա հիշատակը գոնե։ Դե հիմա լսեք, ես ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ, մի վարքյան, ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել։ Հիմա անցեք հաջորդ։ Հիմա լռեք, հա, լռեք։ Ավարտելով թեման։ Ձեր այս փուչիկը, որը դուք ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կա, ես հասկանում եմ դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետև օրինակ կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվում։ Բայց Ռուսաստանի փոխվարչապետը ասում է, որ Հայաստանի հետ օրինակ պայմանավորված Ռուսաստանի փոխվարչապետը նման բաներ ասում է 1 տարի առաջ, 2 տարի առաջ, լավ չէ։ հայտարարում է, ասում է Հայաստանի գործընկերների հետ պայմանավորվում ենք մի բան։ Ոնց ուզում եք դուք կարող եք հեռանալ, դուք կարող եք հեռանալ։ Ես որևէ խնդիր չունեմ, կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր որ լավ չեն զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակման հարցը, շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել։ Խնդրեմ, կարող եք լքել։ Տիկին Ջեբեջան, կարող եք լքել, բացարձակ ես չեմ նեղվի։ Բացարձակ չեմ նեղվի։ Խնդրում եմ հեռացեք, եթե ուզում եք։ Ես հարցս տամ։ Շատ լավ։ Մի ընդհատեք ինձ խնդրում եմ։ Ինչ ասեցիք, դուք ես խնդրում քաղաքական դաշտից, դուք չեք որոշում, դա դուք չեք որոշում։ Որոշումա ժողովուրդը կորոշի ով կհեռանա քաղաքական դաշտից թե ոչ, ու նաև ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրենք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե լրագրողները ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հարցեր են տալիս այլ քաղաքական ելույթներ,
ում պատվերով են դա անում։ Այնինք մարդիկ իմանալու են դուք կոնկրետ դուք ում պատվերով եք օրինակ գալիս տեղ բաներ անում։ Դե լավ, արդեն գնացեք, դե արդեն գնացեք խանգարում։ Մի խանգարեք ինձ։ Հիմա Ռուսաստանի վարչապետը ասում է իր այդ հարցազրույցում ասում էր, որ ըստ էության միտքային էր, որ ասում է խոսում է Հայաստանից ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, նորմալ հարաբերությունների մասին, բայց ասում է լինում են դեպքեր, երբ հայկական կողմի հետ պայմանավորվում ենք մի բան, բայց գործնականում այլ պատկեր ենք տեսնում, որպես օրինակ նշում է երկաթուղու հարցը, ասում է մեզ բարձր մակարդակով առաջարկում են կառուցել այդ երկու կտորները, մենք դրական քննարկում ենք եւ դրական արձագանք ենք տալիս եւ դրան հաջորդում է վարչապետի հայտարարությունը հարցազրույցի տեսքով ընդ որում, որտեղ ինքը արդեն այլ առաջարկ է անում առհասարակ կառավարման իրավունք այլ երկրի հանձնելու, սա որպես օրինակ է նշում եւ հաջորդը ասում է եկել է այն մոտենում է Հայաստան այն կետին, երբ մենք պետք է հնարավոր է վերանայենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները, համագործակցությունը։ Հիմա դուք ասում եք ամբողջական այս հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցերը փուչիկ են Հայաստանի։ Ես դες բան չեմ ասում։ Չէ, լարվածություն եւ այլ խնդիրների մասին։ Շատ լավ, ուրեմն այս երկու հայտարարությունները դուք ասեք ինչի մասին են խոսում։ Ռուսաստանից տարբեր ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա մասին շատ է խոսվել, այդ թվում վարչապետն է խոսել, կրկնելու կարիք չեմ տեսնում։ Պետք է ասեմ, բայց այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, այսինքն նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակում ենք մեր բարակարգման հարաբերությունները։ Մի խանգարեք, հեռախոսով գնացեք հեռու խոսեք։ Գիտեմ, որ շատ դաստիարակված եք, բայց գնացեք հեռու խոսեք։ Եվ մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ եք համաձայն լինելու։ Հիմա օրինակ Ռուսաստանից այլ բաներ են հնչում։ Օրինակ ասում են, որ ասենք, չգիտեմ, Ազատություն ռադիոկայանը վատ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Հավանաբար կհիշեք, չէ՞, իրենց արտգործնախարարության խոսնակները, եթե չեմ սխալվում։ Մի քանի ամիս առաջ Ազատություն ռադիոկայանին շատ վատ ձևով էր բնութագրում։ Հիմա ինչ անենք, փակենք Ազատություն ռադիոկայանը։ Չէ, հիմա ասում են տարբեր բաների շուրջ համաձայն են, տարբեր բաների շուրջ համաձայն չեն։ Բայց դուք կարող եք հանգիստ լինել, չենք փակելու Ազատություն։ Համաձայն եք այն գնահատականի հետ, որ Հայաստանը գործնականում պայմանավորվում է այլ բան, բայց գործնականում անում է այլ եւ այս երկու օրինակը ես կարծում եմ, որ ի հեճուկս բոլոր պնդումների, որ Ազատություն ռադիոկայանը Հայաստանում վատ գործունեություն է ծավալում, հակառուսական գործունեություն է ծավալում, մենք այդ որակումներին համաձայն չենք եւ կարծում ենք, որ Ազատություն ռադիոկայանը կարող է ազատ շարունակել իր գործունեությունը պայմանով, որ կհրապարակի իր ֆինանսական աղբյուրները, ինչ անում է, դեպ օրինակ ոչ մի բան չեմ կարող ասել Ազատություն ռադիոկայանի, որտեղ բոլորը գիտեն, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է։ Երևանի եւ Մոսկվայի միջև եղածի հետ կապված ինչ։ Դե ես ասեցի, ես երկաթուղու վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են, վարչապետ Փաշինյանը ասել է նաև, որ մենք չենք պատրաստվում Ռուսաստանի միջքի ետևում ինչ որ բան անել, չենք ուզում որևէ հարց սրել, բայց մենք ունենք կոնկրետ խնդիր եւ այդ խնդիրը քննարկում ենք, քննարկման փուլում է այսքան բան, որևէ չգիտեմ, աշխարհացունց բան տեղի չի ունեցել եւ չի ունենա հանգիստ եղել։ Եթե Հայաստանի շահերից չի բխում ռուսական կառավարումը, այդ դեպքում ես ձեր բոլոր հարցերին արդեն պատասխանեցի, մանավանդ որ ձեր հարցերի մի մասը դուք ի ուրախություն բոլորիս նաև հնարավորություն եք ունեցել տալ։ Անձամբ վարչապետ Փաշինյանին նախորդ շաբաթ էլ եք տալիս, որ բոլոր հարցերին ձեր սպառեշ պատասխանները։ Կարապետյանն ասում է դուք իրենք ամեն ինչ անում են հանուն Հայաստանի, ամեն ինչ զոհաբերում են։ Իսկ դուք օրինակ Իսկ ինքը հանուն Հայաստանի չի պատասխանում, զոհաբերի ռուսական եւ կիպրական անձնագրերը։ Գիտեմ, բայց ասում դուք Հայաստան եք զոհաբերում։ Դե գուցե սկզբի համար զոհաբերի իր կիպրոսյան եւ ռուսաստանյան անձնագրերը։ Օրինակ նույն ձև էս ինչ որ տրենդ է, հա, ոնց որ փրկիչների մոտ ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս են երկիրը բան փրկելու, ասում ես լավ, իսկ գուցե այն Բագրատ սրբազանել ճակերտների մեջ, չէ՞, կանադայի քաղաքացիներ, երբ որ ասում են գուցե դուք զոհաբերեք ձեր կանադայի քաղաքացիությունը, չէ, այտենց չէ զոհաբերում։ Այսինքն իրանք ուզում են գան դառնալ վարչապետ, բայց մի հատ պրիմիտիվ
օտարերկրյա քաղաքացիությունը չեն ուզում զոհաբերեն, որ այս ժողովուրդը հասկանա, որ լավ, այս մարդիկ կատարածու չեն, մանկլավիկ չեն։ Կատարածուն են, պարոն Ոնց Ռոբինյան։ չգիտեմ ում կատարածուն են, հաստատ ոչ Հայաստանի ժողովրդի։ Ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք Ինչ? ելույթի փաստը։ Ում ելույթ։ Սամվել Կարապետյան։ Ես վստահ չեմ, որ դա իր ելույթ է։ Ես վստահ չեմ, որ դա իր ելույթ է։ Ահության վերաբերյալ դիտությունները։ Ես պետք է գնահատեմ այն փաստը, որ նախ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականություններ թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ կենթանի է մնացել այդքանից հետո, հույս ունեմ հաջորդի, որ օրինակ ինքը հնարավորություն կստեղծի, որ դուք բոլորով գնաք եւ իրեն հարցեր տաք, չէ՞ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, չէ՞ նա, շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ ուժեղ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի վախենա ձեր հարցերից։ Ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանից ուժեղ Սամվել Կարապետյանը, սա շատ կարևոր է, ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա պատասխանել Նարեկ Կարապետյանի մեկ հարցից։ Կիրակոսյան 1980 ջան։ Նարեկ Կիրակոսյանի մեկ հարցից չի վախենա Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որովհետև նա շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ Շողիկն էլ հո Կարապետյանն է։ Գալստյան, Շողիկ Գալստյանի։ Ես վստահ եմ, որ Շողիկ Գալստյանի մեկ հարցից չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանից եւ կտա 1 կամ 2 հարց։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը sense կկանգնի եւ մի հատ 10 րոպեանոց քաղաքական ելույթ կունենա ուժեղ Սամվել Կարապետյանի դիմաց, բայց օրինակ այստեղ նստած է Արմատ մեդիայի լրագրողը, որը ֆինանսավորվում է ուժեղ Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից, այլ վստահ եմ, որ Արմատ մեդիայի լրագրողը իհարկե մեծ հաճույքով հարցեր կտա Սամվել Կարապետյանին։ Խնդրում եմ մի ընդհատեք, գնացեք իր տուն հարցեր տվեք, գնացեք տուն հարցրեք, պարոն Կարապետյան, կամ չգիտեմ ոնց եք իրան դիմում, իր շրջապատն է, չէ՞ ձեզ ֆինանսավոր։ Գնացեք ասեք, պարոն Կարապետյան, ինչի Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացիություններից չեք հրաժարվում։ Չէ՞ որ դուք ամեն ինչ պատրաստ եք զոհաբերել հանուն Հայաստանի։ Խնդրում ենք, զոհաբերեք ձեր ռուսական եւ կիպրոսյան պասպորտը, պարոն Կարապետյան։ Ուժեղ առաջնորդ, ուժեղ, գնացեք ասեք դա։ Պարոն Կարապետյանն ասում է, որ ուժեղ բանակցող են լինելու, ուժեղ են լինելու Մոսկվայում։ Շատ լավ, 20 դուբլից, ապա ես ուզում եմ մի հարց բացատրեմ։ Եթե եկեք մի պահ ընդունենք, որ Սամվել Կարապետյանի ելույթը, այս վերջին հանրավակին իրական էր, 50-50 անկեղծ եմ ասում, չգիտեմ, կամ իրական է, կամ անբնական է։ Բայց եթե բնական է, դա նշանակում է, որ այդ մարդը մի հատ 6 րոպեանոց ելույթը ձայնագրել է 20 դուբլից։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, դուք բոլորը լրագրողներ եք հասկանում եք, որ նախադասություն առ նախադասություն են ձայնագրել։ Ինքը այդ ուժեղ բանակցելը ո՞նց է անելու։ Այսինքն գնալու է 20 դուբլից բանակցի, գնալու է ասելու է «Здравствуйте, многоуважаемый», այսինչ հետո զգալու է, որ սխալ արեց, հետո նորից է ասելու, հա դուբլերով են անելու։ Հաջորդը, դուք հասկանում եք, չէ՞ որ այդ մարդու ամենապարզ եւ պրիմիտիվ խոսելու ունակությունը կասկածի տակ է, հասկանում եք, ուժեղ առաջնորդի խոսելու ունակությունը ընդ որում ոչ միայն հայերենով, ռուսերենով, չգիտեմ, ճապոներենով, հունարեն չգիտեմ, Կիպրոսի քաղաքացի, չգիտեմ, հունարեն գիտի, գուցե հունարենից է մարդը ուժեղ, թող հունարեն մի հատ ելույթ ունենա, հասկանանք, որ ուժեղ է։ Բայց ինքնին այդ փաստն է կասկածի տակ, ինքը ոնց է բանակցելու։ Ես վստահ չեմ, որ ինքը կարող է բանակցել որևէ մեկի ձեր հետ, ես վստահ չեմ, որ ինքը Նարեկ Կիրակոսյանի հետ կարող է բանակցել, ու մնաց ինչ-որ մեկի հետ բանակցել։ Վարչապետին հանդիպել եք լեզվով եք շփվել, չեք Չգիտեմ, բայց լավ հարց է, պետք է հարցնել։ Քաղաքական օրենսգրքի փոփոխությունից հետո փաստորեն անձնանուն հնարավոր չի եկել։ Ինչ եք կարծում, երբ իրենք գրանցվել են մյուս անունով, հնարավոր է գրանցվել։ Չեն գրանցվել։ Չէ, գրանցվել են ռեգիստրում են մյուս անունով։ Կասպին ճիշտ ասում, հայամետ անվանափոխան։ Չի կարող, չեմ կարծում։ Համենայն դեպս ոչ ձեր ասած կոնտեքստում հաստատ չի կարող։ Բինյան կներեք, դուք ես խոսում եք Սամվել Կարապետյան եւ այլն։ Դուք ունեք օրինակ համակարգ
Օրինակ հայ-թուրքական հարաբերություններ ըստ էության այս ընթացքում եղել է ձեռքբերում արձանագրություններ, որ գայկաններ հայ-վերաբերների դիմացող եթերում ձեռքբերումներից խոսեիք, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերից մեկին 10 Չհասկացա, բայց դուք եք հարց տալիս ընդդիմադիր ուժերից մեկի մասին։ Հարց մի տվեք չանադառ։ Հիմա հարց եմ տալիս Դե տվեք պատասխանը։ Ինչ ձեռքբերումներն եք երրորդ երկրի քաղաքացիների համար չէ, ինչ եղավ այդ որոշումը, սահմանները երբ կբացվեն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ։ Եկա հիշեք, որ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջեւ, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Կհիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն անի կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից Ամերիկա արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը։ Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով գնդակը մեր դաշտում չէ։ Խաղաղությունը հաստատված է, ինչն է խնդիրը։ Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ էլ նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործի։ Չեմ կարծում։ Ամենայն դեպս դա տրամաբանական չէ։ Իսկ դուք Անտալիա մեկնելու եք, ես էլի Անտալիա։ Ես Անտալիա չեմ մեկնել։ Արտգործնախարարը Դե ասեցի էլի։ Բայց անցածին մեկնել եք, չէ, պարոն Ռուբինյան։ սա ինչ որ վերաբերում է Ոչ։ ինչն է բանջը։ Խաղոնը իսկապես նեղացել եք։ Սիրելի գործընկերներ, Որ չեմ բացում սահմանը։ ես ձեր տարբեր տեսակ ձևակերպած նույն Նկատի հարցին ունեմ, քանի պայմանավորվածությունը պատասխանելու եմ էլ հանդիպելու օրինակ ձեր բայց ես գործընկերով։ բացարձակ տես բան չասեցի։ Չէ, ես հարցնում եմ։ Դե հիմա բայց դուք ձեր ենթադրությունները հազար ձև կարող եք ձևակերպել։ Ես ձեզ ասացի, Անտալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն կիմանաք ինչ մակարդակով ոնց եւ երբ։ Պարոն Ռուբինյան, ապրիլի 24-ին կառավարական պատվիրակություն Ցիցեռնակաբերդի հուշահամալիր այցելելու է, թե Բայց ամեն տարի այցելում է ենթադրում բաներ են փոխվում, Ինչ է ձեր փոխվում։ քաղաքական առաջնահերթություններում Ինչ է փոխվում։ Դե այն որ այլևս ցեղասպանությունը արտաքին քաղաքականության հարցում առաջնահերթություն չէ, մեկ Ցեղասպանությունը չէ, ցեղասպանությունը միջազգային ճանաչումը։ Ինչ որ մեկը կառավարությունից այլ բան ասել է։ Չէ, բայց իհարկե առաջնահերթություն Շաշկա, իսկ դուք գնալու եք Ցիցեռնակապ։ Ես ամեն տարի այցելում Հա, շատ լավ, ես էլ։ Չէ, ես նկատի ունեմ ի պաշտոնն է, չէ, ի Ես էլ ի պաշտոնե ամեն տարի այցելում եմ բացառությամբ այն տարիներին, երբ որ արտերկրում եմ լինում։ Գործողման մեջ։ ոչ մի բան չի փոխվել, կլինի այդ։ Բայց ինչի՞ պիտի չլինի։ Այսինքն դուք այնքան եք այդ դուք չէ՞ էլի անձամբ նկատում ես ձեր լրագրողական դաշտը այնքան ես փուչիկը փչել ուրացում որ հիմա դուք սկսել եք ինքը ներողություն հա որովհետև բոլորի գործունեության բանն է այնքան եք փչել ես ուրացում ես իմիշ դավաճան էս ինչ էր ինչ որ ինքներդ սկսել եք այդ աբսուրդներին հավատալ հա Զուտ որ այլևս Շատ առաջնահերթություն Սիրելի Նարեկ, ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև առաջնահերթություն չի եղել մինչև 98 թվականը, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Բայց դա չի նշանակում, մի բան է, երբ որ դու մի բան դնում ես քո թոփ առաջնահերթություն, որպես միջազգային քաղաքականության մաս։ Մեկ այլ բան է քո հիշատակի օրը։ Չի մասն է խոսքը։ հստակեցնում ինչ է որտեղ Դա որ լսեք հասկանայի։ Պարոն Ռուբինյան, Քանի որ հրապարակվել են առաջկա պատգամավորությունների մասնակցել պատրաստող քաղաքական հիմնական ուժերի մասնավորապես ընդդիմադիր երյակի, այսպես ասենք, դրական ցուցակները, աչքի անցկացրել եք վստահ եմ այդ ցուցակները, ձեր գնահատականը ինչպես է ստացվում, որ երկրորդ նախագահի թիմակիցները հաջողությամբ հանգրվանում են օրինակ Բարգավաճ Հայաստանում կամ Ուժեղ Հայաստանում, սա ինչի մասին է խոսքը։ Դե տեսեք, շատ ընդհանուր քաղաքական շահի մասին է խոսում, թե քաղաքական դաշտը ամլացել է, տեխնատներ չկա։ Դե տեսեք, շատ հատկանշական է, որ փաստորեն կա երագլուխ պատերազմի կուսակցությունը ըստ էության, որոնք են, այսինքն Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, Սամվել Կարապետյանը դե չի ղեկավարում։
որովհետև գլխավոր, այսպես ասենք, ավանգարդում այդ երեք ուժերն են գտնվում։ Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժը եւ Քոչյանի գլխավորած ուժը։ Մի վարքան էլի, մի վարքան։ Հիմա ինչ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Քոչյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը եւ վարչապետի տեխնացուն է Քոչարյանը։ Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի տեխնացուն Ծառուկյանը չէ եւ բացառիկ know-how համաշխարհային քաղաքականության մեջ իրենց վարչապետի տեխնացուն գախնի է, այսինքն Ծառուկյանը ասում է իմ վարչապետի տեխնացուն գախնի է։ Մի վարքան։ Օրենքը էլի չի արգելում, բայց նկատի ունեմ, ֆիքսենք էլի, որ առաջին անգամ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պահկված տեխնացույով, հասկանաք, ով ընտրություններից։ Այսինքն Ժորժ ջան, երբ որ դուք ընտրում եք Ծառուկյանի ուժին, իմացեք, որ հետո ով ասես կարող է վարչապետի տեխնացու լինի։ Մի վարքան։ Հաջորդը։ Բայց Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարն է մարդ, որը 2021 թվականի Ռոբերտ Քոչյանի գլխավորած ցուցակով մտել է ազգային ժողով, Անդրանիկ Թևանյանը, երկրորդ համար։ Ասեմ ավելին, Տիկին Էլինար Վարդանյանը, որ հենց հիմա Քոչյանի ուժից պատգամավոր է, Ծառուկյանի ցուցակում։ Արեգնազ Մանուկյան եւ այսպես շարունակ։ Հաջորդը։ Մի վարքան էլի, արա Ժորժ ջան, սիրելի բարեկամներ, կթողեք ես հարցս ավարտեմ պատասխանս, հետո կտակ ձեր հաջորդ հարցը, բայց դրա հարց չէ, էլի ռեպլիկ է։ Հետո գալիս է Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը։ Երկրորդ տեղում, էլի երկրորդ ցուցակում երկրորդ համարը, մարդ, որը Քոչյանի փաստաբանն է, եւ որը 21 թվականին Քոչյանի ցուցակով դարձել է պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Հիմա ինչ է ստացվում։ Այդ պատերազմի երրագլուխ կուսակցությունում իրենքն իրար հետ ունեն իրանց մեջ, քանի որ վարչապետի տեխնացու գիտեք, 1 որովհետև ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի տեխնացու, որովհետև ինքը Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացի է։ Ծառուկյանը ինքը տեխնացու չի, ասում է չեմ ասիով այն տեխնացուն։ Այսինքն այդ երեք ուժերի մեջ հանրագումարով կա մեկ վարչապետի տեխնացու Քոչարյանն է։ Հիմա ընդ որում ես այդ ցուցակները որ տեսել եմ, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրանք ասես խառնել բաժանել ցուցակ են կազմել, այսինքն ասես ուղղակի մարդկանց անունները գրել են մարդկանց, ասես խառնել են, ամեն մեկը ասես քաշել է ցուցակ են կազմել։ Հա, հատուկ։ Գագիկ Ծառուկյանը հստակ իմ հարցին պատասխանացեց, որ ինչ ուզում է լինի, թեկուզ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ, թույլ տվեք հարցը։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը լինի այն, որ ինքը պետք է Քոչարյանի օգտին քվեակի, որ դառնա վարչապետ, չի քվեակի։ Ո՞ր Քոչյանի, կարող Լևոն Քոչյանի։ Իսկ կարող Լևոն Քոչյանի։ Չէ, հարցը Ռոբերտով է հնչել։ Դե հիմա ես ասում եմ կարող Լևոն Քոչյանին քվեակի։ Ասում եմ հարցը Ռոբերտով եմ տվել։ Հասկանում եմ, ասում եմ տարբերությունը մեծ է, որ Ռոբերտին չքվեակի, Լևոն Քոչյանին։ Կարող է Անդրանիկ Թևանյանին է քվեակի, դա դες մեծ է տարբերությունը։ Ինչու Ռոբերտ Քոչյանը չեն տալիս։ Կաշխանդվում են, չգիտեմ, բացասական ռեյտինգն է պատճառը, մտածում եմ, եթե անունը տան ժողովուրդը չի Ընդ որում նաև գիտեք ինչն է շատ հատկանշական, որ Ծառուկյանը ասում է մեզ թարմ դեմքեր են պետք։ Ասենք թարմ դեմքը ով է, Քոչյանը թարմ դեմքը, ինքը Ծառուկյանն է թարմ դեմքը։ Ֆիզիկապես գուցե լավ է պահպանվել, բան չունեմ ասելու, բայց ինչով է ինքը թարմ, ասենք Ծառուկյանը ինչով է թարմ, կամ ներողություն, ասենք ռուսաստանցի օլիգարխի ինչն է թարմ, ռուսաստանցի օլիգարխի հարազատ եղբայրը, երբ որ մարտի 1 էր անում, երբ որ Երևանի կենտրոնում 10 հոգի սպանում էին երեկոյան, ռուսաստանցի օլիգարխի եղբայրը ՀԿ խմբակցության ղեկավարն էր։ Դրանից հետո նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Դրանից հետո եղել է ՀԿ խմբակցության անդամ, ու եղել է նաև ՀԿ գերագույն մարդ։ Տարեթիվը չեմ հիշի, բայց Իշտղան ասում է, որ տեսել է կոռուպցիոն այդ դրսևորումները անհամաձայնություն։ Բայց գիտեք որ խաբել է, ուզում եք ապացուցեմ որ խաբել է։ Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը 2017 թվականին ընտրություններում մասնակցել է ՀՀԿ ցուցակով, ընտրվել է ՀՀԿ պատգամավոր եւ մինչեւ Թավշյա հեղափոխությունը շարունակել է լինել ՀՀԿ պատգամավոր եւ ՀՀԿ անդամ։ Բայց այն ամենայնիվ պարոն Ռոբերտ Այսինքն խափում են, հասկանում եք, ասում է տեսել է, ասում են անհամաձայնություններ ունեցել ՀՀԿ-ի հետ։ Ասենք ո՞նց է հնարավոր 2017 թվականին անհամաձայնություն ունենալ ՀՀԿ-ի հետ եւ ՀՀԿ ցուցակով դառնալ պատգամավոր։ Մնացողը բայց համաձայն է։ Դե ուրեմն թող չասեք, որ չի մնացել, այսինքն ՀՀԿ-ի հետ է։ Դա նույնն է, որ ես ասեմ, ես Նիկոլ Փաշինյանը որևէ կապ չունեմ։
7 տարի է պատգամավոր եմ կպել։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունեմ։ Ինձ հարց մի տվեք, ես կապ չունեմ։ Սամվել Կարապետյանը լավ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հարցերում անհամաձայն։ Կարող եմ, բայց ես թիմի հետ եմ, չէ՞։ Այսինքն տրամաբանական չի, չէ՞ որ հիմա ես ասեմ, գիտեք ինչ կա, ես ԿՊ-ի հետ կապ չունեմ։ Այսինքն ԿՊ խմբակցության պատգամավոր, բայց կապ չունեմ։ Պարոն Ռուբինյան, մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանի դատարանում ըստ էության դատվում էր Հակոբ Ասլանյանը, պայմանական ասած դատարանում, եւ հարց էր տալիս վարչության նիստին։ Եվ հարց էր տալիս պատկերավորը որ Եվ հարց էր տալիս, ասում եք ձեր պատգամավոր դառնալու հարցում ձեր ներդրումը ինչքան է, իմ ներդրումը ինչքան է, եւ Հակոբ Ասլանյանն ասում էր 99.9%-ը ձերն է պատճառը։ Նա բոլորին 99.9%-ով պարտական Նիկոլ, օրինակ քանի տոկոս։ չգիտեմ, ես այդպես հաշվարկներ չեմ անում։ Հակոբ Ասլանյանին կա։ Նիկոլ Փաշինյանը եթե որ ձեզ հարցնի, դուք Չեմ կարծում, որ ինձ այդ հարցը կա։ Պարոն Ռուբինյան, նախարարը Սերգեյ Գալյան ասում էր, որ սահմանադրության նախագիծը պետք է քաղաքացիական պայմանագրի վարչությունում, հետո խմբակցությունում քննարկվի։ Որևէ քննարկում էս ընթացքում խմբակցությունը տեքստի շրջանում Աշխատանքային քննարկումներ, բայց դեռ վերջնականացված քննարկման չենք հասել։ աշխատանքայինը նկատի ունեք վարչությունում եք տեքստը էլի Նկատի ունեմ խառը։ խառը Նկատի ունեմ հիմա ես չեմ ասելու, այս ինչ օրը քննարկեցինք այստեղ։ Դե քննարկումները շարունակվում են, երբ որ վերջնական պրոդուկտ լինի, մարդիկ վստահաբար կտեսնեն այդ թվում դուք։ Բայց խմբակցությունը թե վարչությունն է անընդհատ Ես ասում եմ խառը, ինչ եմ ասում խառը, որովհետև խոսքը պաշտոնական քննարկումների մասին չէ, աշխատանքային քննարկումների մասին։ Հիմա ես չեմ ասելու, չէ, երեկում եմ հանդիպել, ինչ եմ քննարկել, եթե խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Երբ որ վերջնական պրոդուկտ կլինի, վերջնական տեքստ լինի, բոլորը կտեսնեն։ Հեռացման մասով կա տարակարծություններ ներսում Չէ, այս չկա ու մասով։ անկախության հռչակագիրը հնարավոր չի հեռացնել։ Եվի դուք Նախաբանից նկատի ունեմ սահմանադրության Որտեղ անկախության հռչակագիրը կա եւ միշտ մնալու է որպես Այս առումով չկա տարակարծություն, բոլորը միաձայն են։ Ես պատասխանեցի ինչքան։ Իմ հարցին այն Ինչն էր ձեր հարցը։ ինձ չբավարարեց ձեր պատասխանը, որ դուք նորից հնչեցեք։ Ինչն է պատճառը, որ եւ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանի թիմը խուսափում են բացահայտ ասել, որ իրենց վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանը։ Որովհետև ուզում եմ, դե ինչն էր պատճառը, որ օրինակ ինչն էր օրինակ ինչն էր պատճառը, որ Մարտուն Գրիգորյանը, որը նույնպես հանգրվանել է Ծառուկյանի ցուցակում, Գյումրիի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ինքը Վարդան Ղուկասյանին ձայն չի տալու։ Ինչն էր պատճառը, որ ասում էր, տեսեք, ես ԿՊ-ն ուզում եմ գա Վարդան Ղուկասյանին բերի քաղաքապետ, որովհետև ինքը ուզում էր մարդկանց մոլորեցնել, ստանալ քվե, հետո ինչպես տեսակ գնաց ու խմբակցության անդամի պես իր քվեն տվեց Վարդան Ղուկասյանին։ Հիմա նույն ձև իրանք թաքնված, չգիտեմ, ինչ հեքիաթ ասես կպատմեն, իրաց նպատակը հետևյալն է։ Ասել մենք, չէ, ինչ եք ասում, մենք իրար հետ կապ չունենք, օրինակ Ծառուկյանը կասի, չէ, ինչ եք ասում։ Ես ո՞նց կարող եմ Քոչարյանի հետ կապ ունենալ, մարդ, որը ասենք իր կուսակցությունը Քոչարյանի ուղիղ հրանգով է ստեղծել։ Հեռավոր 2007 թվականից հետո մարդ, որը միշտ ընտրություններին պաշտպանել է Քոչարյանին, կամ նույն Սամվել Կարապետյանը պետք է ասի, ո՞նց կարող ենք մենք Քոչարյանի հետ կապ ունենալ, մարդ, որը մուծել է Քոչարյանի գրավը։ Մի վարքյան։ Կամ ասում են, ի՞նչ կապ ունենք մենք Սերժ Սարգսյանի հետ։ Հեչ, ոնց որ իմ աղբերն է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եղել, կամ իմ աղբերն է ՀՀԿ խմբակցության ղեկավարն եղել։ Իրանք ուզում են կեղծ տպավորություն ստեղծել, որ իրար հետ կապ չունեն, որպեսզի քվեներ ստանան, վերջում կպնեն իրար իրանց սիրելի Գյումրիի սցենար անեն մեկ տարբերությամբ։ Եթե Գյումրիում Գյումրիի սցենարի արդյունքում 6 ամիս հետո Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով, այս դեպքում ոչ ոք չի ձերբակալվելու կաշառակերության մեղադրանքով, որովհետև կաշառակերությունը, ինչպես հին եւ բարի ժամանակներում, դառնալու է ոչ միայն դատապարտելի, այլ նաեւ շատ ողջունելի, ազգահաճո, ազգանվեր, ազգային, հարգարժան գործողություն։ Շնորհակալ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար